Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հունիսի 18։ Հիմա պիտի ելնեմ կսետերը, հիմա պիտի փառավորվեմ, հիմա պիտի բարձրանամ։ Եսայի 33-րդ գլուխ 10-րդ խոսք։ Երբ ավերիչները երկիրը վերածել էին ամայության, ասես մորեխներն էին խժռել այն, եւ երկրի պաշտպանները նստել ու կանանց պես ողբում էին, այն ժամանակ Տերը եկավ օգնության։ Երբ ճանապարհորդները դադարել էին գնալ Սիոն տանող ճանապարհներով եւ Բասանն ու Կարմեղոսը դարձել էին այնպիսի այգիների նման, որոնց պտուղները չքացել էին, այն ժամանակ Տերը վեր կացավ։ Աստված բարձրացված է տառապյալ ժողովրդի մեջ, որովհետև նրանք փնտրում են նրա երեսը եւ վստահում նրան, եւ նա առավել եւս փառավորված է, երբ նրանց աղաղակներին ի պատասխան վեր է կենում, փրկելու նրանց եւ տապալելու նրանց թշնամիներին։ Իսկ այսօր մեզ համար վշտի օր է, ուրեմն եկեք ակնկալենք տեսնել, թե ինչպես է Տերը փառավորվում մեր փրկության միջոցով։ Իսկ մենք ջերմեռանդ աղոթքի մեջ ենք, արդյոք գիշեր ու ցերեկ աղաղակում ենք դեպի նա։ Այդ դեպքում նրա շնորհի սահմանված ժամանակը մոտ է։ Աստված իրեն կբարձրացնի ճիշտ ժամանակին։ Նա վեր կկենա այն պահին, երբ դա առավել կծառայի իր փառքի հայտնությանը։ Մենք նրա փառքին ավելի ենք փափագում, քան մեր սեփական ազատագրմանը։ Թող Տերը բարձրացվի ու փառավորվի, եւ այդժամ մեր գլխավոր փափագը կկատարվի։ Տեր, օգնիր մեզ տեսնել, որ դու ես գործում։ Օգնիր մեր հոգու խորքերում մեծարենք եւ փառավորենք միայն քեզ։ Թող մեր շուրջը գտնվող բոլոր մարդիկ տեսնեն, թե որքան բարի եւ մեծ Աստված ես դու։